Եվ հաղորդման վերջը մի կարևոր թեմայի մասին խոսենք։ Այս օրերին, երբ որ պարապորտի են մատնվել մի քանի հազար աշխատակից, աշխատող, այդ Ծառուկյանի դեմ արշավի օրինակ պարագայում, ընդ որում մարդիկ 10 օրից ավելի է որևէ բանական պարզաբանում չեն կարողանում ստանալ։ Ինչու չեն գնում աշխատանքի։ Երբ որ այդ արտահանումների սահմանափակումների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ խնդիրների մեջ են եւ պետությունը բոլոր դեպքերում կոմպենսացիոն մեխանիզմների մասին չի մտածում, հանկարծ երեք կառավարության նիստից տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է պարգևավճարի համար հատկացնել 5 միլիարդ դրամ։ Միլիարդ դրամ։ Սա լավ, սրան ինչ անում տաս, այսինքն մասնագիտական լեզվով այս երևույթը ինչ է կոչվում։ Բայց ինքը ստիպված է ըստիս դա անում, որովհետև թողել մոտիվները, բայց իր համար կարևոր է իր իշխանության հանդեպ իր համակարգի լոյալությունը։ Այստեղ մի հանգամանք էլ կա։ Ընտրություններին լավ աջակցել են, լավ աշխատել են, հիմա պետք է փոխհատուցել։ Ինքը խոստումներ ա տվել։ Դա ոնց որ կաշառք չի համարվել, եթե դա խոստում է։ Ինչը բայց նարեկի մի հատ ինչ-որ արտահայտություն Կարապետյան համայնան տրակաշարք չէ համարեցին, որ մարդ հասես գնում ենք այն համայնքներում, որտեղ հաղթել ենք, կատարենք մեր նախընտրական խոստումները 5 երեխա ունեցող ընտանիքին տալիս ենք բնակարան, ճիշտ է։ Դա համարեց իշխանությունը ընտրակաշարքի քողարկված դրսևորում։ Հիմա սա էլ կարա՞նք օրինակ տենց համարենք։ Դե դատարանը պետք է դա տա, բայց այդ բանը, բայց եթե մենք ընտրակաշարքի տրամաբանությունը դիտարկենք, ապա այնքան շատ է եղել իշխանության կողմից, ասենք, էլ մեշոկներով Սերմեն Բաժան է, էլ ասենք օրինակ հետցի աշխատողներին 30-30 հազար դրամ են տվել, էլ տարբեր մրցույթներ բոլորին, ասենք Ծառուկյանին ու Կարապետյանին արգելել են դա անել, իրանք անդադար անում էին։ Էլ մարզերում, քաղաքներում եւ այլն ծրագրեր են իրականացնում այդում Երևանում։ Էլ ասենք առողջապահական կամ թոշակները, որ Փաշինյանը դեկտեմբերին ասում է, որ ուրեմն թոշակարում չգիտի ինչի վրա փող ծախսի, մարտին ասում է 10 հազար ավելացնում եմ ամեն մեկ։ Այսինքն, եթե մենք խոսանք ընտրակաշարքներից, այս միլիոնավոր են եղել, ոչ թե 100 հազարավոր։ Իհարկե սա, այսպես ասած, իրական որակավորումը, հա, իրավական ավելի ճիշտ որակավորումը պետք է դատարանը տա։ Մենք կարող ենք միայն քաղաքական որակավորում տալ, հա, կամ այսպես ասած, քաղաքական, փորձագիտական, բայց զուտ էլի քաղաքական ուղղվածության տեսանկյունից։ Բայց դե ով է իրան դատելու, հա, նա ասել է ով կարող է ինձ ասել չէ դատավորներից, սա մեկ, այսինքն կամայակատարություն հակա, հետո, պլուս նորից հետ ինչ-որ նման արտահայտություններ արել, հետո ինքը ասում է կառավարության նիստում, ասում է, որ այ ժողովուրդ ջան, այս որ գնում եք ինչ-որ զաբաստովկա եք անում, հա, այդ մի արեք, թե չէ, չգիտեմ, գործաձեր դեմ բացվելու, ազգայնացվելու է, դուք հետո տարիներով տանջվելու եք մարդ եք գցելու, որ էլի վերականգնեն գործի, ասում եմ մոտ մարդ եք միշտորդելու։ Այո։ Միշտով էլ չեն վերականգնել։ Այսինքն, ասում ես սպառնում ես, ասում եմ համարեք այո, սպառնում։ Այսինքն, այլևս Հայաստանում ցույց անելը արգելված է, մարդիկ չեն կարող, ասենք, այս նման տեսակետներ ունենալ։ Այո, այսինքն կամայակատարությունը, բռնաճնշումները իջնում են քաղաքական մակարդակից ու հասնում են սովորական աշխատողների մակարդակ։ Հայաստանում ձևավորվել է տոտալ ռեպրեսիվ միջավայր, ընդ որում դա տարածում են նաև լրատվամիջոցներով եւ ֆեյքերի քանակը արդեն բանում ինտերնետում այնքան մեծ է դարձել, որ այդքան շատ այսքանի մեջ չի եղել դեռ։ Եվ այդտեղ ոչ Facebook-ն է, որը անցած տարվա ընթացքում հազարավոր այսպես կոչված ֆեյքա ջնջը, որ իշխանության դեմ ա եղել, կամ ասենք ու պրոֆիլները բլոկում անդադար, ոչ Եվրահանձնաժողովը, որը անընդհատ Փաշինյանին օգնում է ապատեգատվության դեմ պայքարել, բա Փաշինյանի ապատեգատվության դեմ չի պայքարում, եւ հիմա նոր խմբերն են ուղարկում, որ Եվրահանձնաժողովը պետք է, այո, որ պետք է աջակցի Հայաստանում ժողովրդավարության Եվրամիությունից ավելի շատ Հայաստանում ժողովրդավարության տապալման համար, ոչ մեկը ոչ մի բան չի արել։ Այո, միանշանակ համաձայն եմ, Վրաստանի վարչապետը Կոբախիցը շատ հետաքրքիր միտք արտահայտեց օրերս։
ասաց եթե Ռուսաստանը 20%-ով մեր սուվերենությունը չի ընդունում, Եվրամիությունը 100%-ով չի Չէ, ընդունում։ 80։ Ես լիովին համամիտ եմ հնչած գնահատականները, ես նաև պարզապես պետք է հիշեցնեմ, սրա մասին շատ ենք խոսել, բայց տեղին է հիմա նորից հիշեցնել։ Եվրամիության դեսպանը, օրինակ Պյոտր Սվիտալսկին, ինչպես էր նախկինում դրսևորում իրեն, նախկին իշխանությունների ժամանակ, օրինակ Սվիտալսկին գնում մասնակցում էր Ընդդիմադիր ցույցերին։ Անդրեաս Ղուկասյանի դատավարության էր գնացել, դատականիստերի դալիճում նստած էր։ Հիմա, երբ որ ըստեյության մենք տեսնում ենք, թե ինչպիսի բռնաճնշումներ են իրականացվում ազատ խոսքի նկատմամբ, ինչպիսի բռնաճնշումներ են իրականացնում անդիմադիր քաղաքացիների, քաղաքական գործիչների, գործարարների նկատմամբ Եվրոմիությունից ձայն ծպտուն չկա եւ սա եւս մեկ անգամ փաստում է այն, որ նախկինում Եվրոմիության եւ արևմտյան կառույցների ակտիվությունը Հայաստանում պայմանավորված էր ուղղակի աշխարհակաղակական շահերով, որպեսզի Որպեսզի թրիփը կառուցեն։ Որպեսզի Ղարաբաղը թրիփը կառուցեն։ Լինի Հայաստանում իշխանազավթում եւ արդյունքում լինի այս աղետը, որը շարունակական է ցավոք։ Այո, եւ շատ կարեւոր է, որ իրանք ոչ թե տեղյակ չեն կամ չեն կարող արձագանքել կամ չեն ուզում, իրանք ողջունում են այս ամեն ինչը։ Իրանք լավ տեսնում են։ Իրանք ուզում են, որ այսպես լինի։ Ու հիշում եմ 2024 թվականին, երբ որ հունիսի 12-ին բռնից հրում էին Բագրատ Սրբազանի կազմակերպած ցույցը ու եվրոպական ներկայացուցիչներին դիմում են, բա ինչի չեք արձագանքում, նրանք ասում են, բա հլը մարտի 1-ի հետ համեմատեք, սա զոհեր չկա։ Հա։ Չնայած վիրավորներ կային, բայց քաղաքացու ձեռքը կտրվեց։ հա։ Ես սրա մասին նշել եմ, ես ինքս այդ օր այդտեղ էի։ Իմ աչքի առաջ ես տեսնում եմ, թե ոստիկանությունը ինչ վայրագություններ իրականացնում խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Եվ ես նաև պետք է նշեմ Միացյալ Նահանգների դեսպանության խայտառակ հայտարարությունը այդ օրվա դեպքերի մասով, որտեղ փաստացի զոհին դարձրեցին դահիճ, դահիճին դարձրեցին զոհ, այսինքն դերի փոփոխություն եղավ։ Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությունը կարդում էր տպավորություն է, որ ցուցարարներ են ոստիկանների վրա հարձակվել, այնինչ հակառակն էր եղել եւ իրականում արևմտյան արժանապատվին, ես համամիտ եմ, արևմտյան արժանապատվին, արևմտյան ժողովրդավարության ասվածին Հայաստանում արևմտյան կառույցներից ավելի մեծ վնաս ոչ մեկ չի տվել, որովհետեւ արևմուտքը Գոնե սառը պատերազմի շրջափուլում, հա, երբ որ օրինակ ստեղծում էր Եվրոպական միությունը, ստեղծում էին միջազգային տարբեր կառույցներ, իրենք հիմնված էին այդ արժեքների վրա, այն արժեքների վրա, որոնց վրա հենց հիմա իրենց ոտքերը սրբում են։ Այո, եւ ոչ միայն մեր տարածքում, այլ նաեւ իրենց մոտ։ Եվրամիությունը օրերս ընդունեց chat control ինչ-որ նախագիծ, որով վերահսկվելու է ողջ նամակագրություն, այսինքն դա մարդու հիմնարար իրավունքներից, իհարկե կյանքի իրավունքից հետո ամենահիմնարարներից նաև, այսպես ասած, նամակագրության գաղտնիությունը։ Այո։ Չեղարկում են լրիվ։